Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրով վերանորոգվող 57 կրթական, մշակութային եւ առողջապահական հաստատություններից 50-ում աշխատանքներն ավարտված են։ Զեկուցվել է նաեւ, որ ընթացքի մեջ են շախմատի նոր դպրոցների շինարարական աշխատանքները։ Քաղաքապետը հանձնարարել է քայլեր ձեռնարկել անհրաժեշտ գույքի ձեռքբերման ուղղությամբ, ինչպես նաեւ կազմել նախագիծ նախահաշիվ 2015 թվականին վարչական մյուս շրջաններում Եվս շախմատի դպրոցներ հիմնելու նպատակով հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ Երևանի քաղաքապետի համապատասխան հանձնարարականի շրջանակում ուսումնական տարվա մեկնարկից դպրոցներում հատուկ հսկողություն է իրականացվում դրամահավաքության, ինչպես նաև դպրոցներում տետրերի, օրագրերի եւ ուսումնաօժանդակ այլ իրերի վաճառքի հնարավոր դեպքերը բացառելու ուղղությամբ։ Հսկողության արդյունքում որևէ դեպք չի հայտնաբերվել։ Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ամենօրյա հսկողությունն ու արդյունքների մասին պարբերաբար զեկուցել, անդրադառնալով հանրակրթական որոշ դպրոցների կնիքով դասագրքերի վաճառքում հայտնվելու վերաբերյալ օրեր առաջ լրատվամիջոցներով հնչած ահազանգին քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է հատուկ հսկողություն սահմանել դասագրքերի օգտագործման եւ պահպանման նկատմամբ, նաեւ օպերատիվ միջոցառումներ ձեռնարկել արձանագրված դեպքը բացահայտելու ուղղությամբ։ Հենց առաջինը մենք պետք է շահագրգռված լինենք, մի օր շուտ բացահայտենք եւ նման դեպքերը կանխենք եւ մեղավորներին պարտադիր պատժենք։ Ես կառաջարկեմ վերահսկողության վարչության պետին, կրթության վարչության պետին ուսումնասիրել այս շաբաթվա ընթացքում ոչ մի տնօրեն կամ ոչ մի դպրոց իրավունք չունի դպրոցի գիրքը անի վաճառքի։ Դա անթույլատրելի է։ Վարչական շրջաններում սահմանված ժամանակացույցով շարունակվում են փողոցների հիմնանորոգման եւ ասֆալտապատման ընթացիկ աշխատանքները։ Շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ընթացիկ նորոգման ենթակա 976,000 քառակուսի մետր ասֆալտ-բետոնե ծածկից արդեն իսկ վերանորոգվել է, 766,000 քառակուսի մետրը ավարտվել է նաեւ թվով 9 փողոցների հիմնանորոգումը։ Այս ուղղությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել որակի ապահովման նկատմամբ սահմանված խիստ հսկողությունը եւ գործընթացը պահել մշտական ուշադրության ներքո։ Բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ եւ թեկտանիքների վերանորոգման ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ ընդհանուր առմամբ նախատեսված 115,662 քառակուսի մետրից վերանորոգվել է 89,553 քառակուսի մետրը։ Բացի այդ, իրականացվող աշխատանքները վերահսկվում են բնակիչների կողմից։ Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է տանիքների նորոգման, ինչպես նաեւ նոր շենքշինությունների կառուցման ընթացքում հատուկ հսկողություն սահմանել տանիքների թիթեղների միանման տեսքի ապահովման նկատմամբ եւ ձեռնարկել համապատասխան քայլեր։ 16-րդ թաղամասի շենքերի գազիֆիկացման աշխատանքների հետ կապված Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը զեկուցել է, որ 24 շենքերում աշխատանքներն ավարտված են եւ շուրջ 750 բնակիչ արդեն իսկ միացել է գազամատակարարման ցանցին, եւս 400-ը բաժանորդագրված է։ Նշվել է նաեւ, որ թաղամասի 5 շենքերի բնակիչներ ինքնական միջամտությունների հետևանքով առաջացած խնդիրների պատճառով հրաժարվում են շենքի գազիֆիկացումից։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մեկ անգամ եւս հանդիպել բնակիչների հետ եւ քննարկել հարցը։ 16-րդ թաղամասի գազիֆիկացման խնդիրը վերջին 20 տարիներին ամենասպասված ծրագիրն էր աջափնյակցիների համար, որն այս 2 տարիներին մենք կարողացանք կյանքի կոչել եւ ըստ էության ավարտել, սակայն մտահոգիչ է, որ դեռևս 5 շենքերում խնդիրը շարունակում է արդիական մնալ։ Այս ուղղությամբ պետք է հստակ աշխատանքներ տանել, մեկ անգամ եւս տեղում հանդիպեք բնակիչների հետ, զրուցեք եւ փորձեք խնդրի լուծման այլընտրանքային տարբերակներ առաջարկել, որից հետո միայն, եթե բնակիչները կրկին հրաժարվեն գազիֆիկացման հնարավորությունից, ապա նոր միայն հարցը համարենք փակված, ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Մայրաքաղաքի կանաչապատման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասով բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մշտական խնամք է տարվում կանաչ տարածքների պահպանման ուղղությամբ, կազմակերպվում են ոռոգման եւ խոթընձի աշխատանքներ, իրականացվում է նաեւ ծառերի կրապատում։ Ոռոգման աշխատանքներն առավել համակարգված դարձնելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրել եւ համապատասխան առաջարկություններ ներկայացնել խորքային հորեր գործարկելու եւ այդպիսով անհրաժեշտության դեպքում այլընտրանքային ոռոգում ապահովելու նպատակով։ Զեկուցվել է, որ ամենօրյա հսկողություն է իրականացվում մայրաքաղաքի փողոցների, մայթերի, այգիների, բակային տարածքների սանիտարական մաքրման նկատմամբ։ Նշվել է նաև, որ պարբերաբար գույքագրվում են ընդհանուր օգտագործման տարածքներում տեղադրված աղբամաններն ու ըստ անհրաժեշտության լրացվում են նորերով։ Քաղաքապետը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել քաղաքացիների կողմից համայնքային գույքի, աղբամանների վնասման եւ դրանց անհետացման դեպքերին ու համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Էրեբունի Երևան տոնակատարությանն ընդառաջ քաղաքապետը հանձնարարել է յուրաքանչյուր շաբաթօր մայրաքաղաքում կազմակերպել շաբաթօրյակի աշխատանքներ։ Խորհրդակցության ժամանակ զեկուցվել են նաև մշտական հանձնարարականները, որոնց վերաբերյալ քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան հանձնարարականներ է տվել։